անում հիմար։ Կարող դու ես ուզում ընկերուդ նման տենց։ Ձեր խփի է, դու էլ տղա ես կոչվում, աղջիկները խփելով չի։ Կարող եմ մարիություն չդնեմ մի հատ ձեր մեջ։ Արդեն շատ ես վզիտ վեկալ է։ Քեզ ոնց որ են օրվա ծեծդ ես դաշ չելավ, հա? Հա? Սրանք կտա շեֆիդ։ Շեֆիդ? Հա, ինչի զարմացար։ Չզարմացա, չհասկացա ուղղակի տամ շեֆիս, հա? Հա, ես այլևս այստեղ չեմ աշխատելու։ Ոնց։ Անի ավելորդ հարցեր մի տուր։ Ինչ որ ասում եմ, էն արա։ Եղավ։ Հա, չեմ տա հարցեր, բայց Հաջողություն։ Բարև։ Ինչ կա, ինչ նորությունին զանգեր։ Ոչ մի բան ուշացար։ Մի քիչ։ Սանանյանն է։ Հա, տեսա ճանապարհին։ Ասաց, որ էլ չի աշխատելու։ Գիտեմ։ Բայց դրանից մեր աշխատանքը չի փոխվի, ջան։ Դա նրա որոշումն է։ Այլևս ինձ մոտ ու հիշեցրու ինչ հանդիպում ունեմ, ինչ զանգեր կան։ Լավ, բայց դու քեզ լավ ես զգում։ Աչքերդ մի քիչ Չի ուղղակի ողջ գիշեր օդանավակայանում եմ եղել։ Աղջկաս ճանապարհեցի։ Գնաց արդեն։ Տխրել ես։ Հա, տխրել։ Լավ, հարի ինձ մոտ։ Ամեն օր մի բան լինում է։ Տիգրանը մի քանի օր է արդեն զայրացած ու անտրամադիր։ Այնքան կուզեի պապայի մասին խոսեի Տիգրանի հետ։ Վստահ եմ, որ կօգնի ինձ։ Հավատս չի գալիս, որ պապան կարող է տուն գա։ Վերջապես ես գոնե ինչ-որ ընտանիք կունենամ։ Գոնե կիմանամ, որ մենակ չեմ։ Իսկ ավետը։ Ինչ կանի, որ իմանա պապայի մասին։ Ինչ կասի, երբ որ իմանա մայրս չի մահացել, որ չգիտեմ, հազար ու մի բանի մասին։ Առաջին անգամ ես ինձ տղայի կողքին ապահով ու լավ եմ զգում։ Ավետը ինձ այնքան լուրջ է վերաբերվում, ինչքան էլ որ դժվար է ինձ համար խոստովանել, բայց երբեք ոչ մի տղա ինձ այսքան լուրջ չի վերաբերվել։ Ես վախենում եմ կորցնեմ այս ամենը։ Մյուս կողմից էլ պապան։ Մենակ թե ստիպված չլինեմ ընտրելու։ Ավելի լավ կլինի ես կապի վերջը դնեմ։ Ես չեմ կարող ավետի հետ հանդիպեմ։ Հիմարի պես երազանքներով եմ տարվել։ Մինչև հիմա ավետը ոչ մի բան չգիտի իմ մասին։ Ես ինչ իմանամ, ինչ կասի, երբ որ իմ ամբողջ կյանքը իմանա։ Տեսնի որտեղ եմ ապրում։ Չէ, ավելի լավ է ես ինքս վերջը դնեմ այս ամենի։ Ինչքան շուտ, այդքան լավ։ Մեկ այնց հետ ոչ մի լավ բան չի լինելու։ Ապուշի նման հավատում եմ, որ հեսա դուրս եմ գալու իմ անիմաստ կյանքից ու լավ բաներ են լինելու ինձ հետ։ Բայց այդ ամենը հեքիաթ է, ընդամենը հեքիաթ։ Մի բան կմտածեմ ու… Անի, քեզ եմ սպասում։ Գալիս եմ։ Սպասի։ Ինչ ես լացում։ Չէ, ամեն ինչ կարգին է, հիմա կգամ։ Բայց ինչ ես լացում։ Ինչ է եղել։ Ուղղակի։ Անի, կասես ինձ, ինչն է պատճառը, որ լաց ես լինում։ Ուղղակի ինձ վատ եմ զգում։ Եթե վատ ես զգում, վերկաց գնա տուն, լավը կգաս։ Վերկաց։ Չէ, չեմ ուզում գնամ տուն։
Ինչու՞։ Լավ։ Արի ինձ մոտ։ Արի տեսնեմ ինչ եղել։ Սպասում եմ։ Լիզ, ինչ ա եղել։ Գնա։ Լիզա, մի լացի, ինչ ա եղել։ Գնա, էլի Աննա, խնդրում գնա։ Լիզա, ես Չեմ ուզում ոչ մեկի հետ խոսում։ Ես զգում էի։ Ես առավոտ արթնացա։ Չպետք է գայի դասի, չի գայս դասի։ Ես էլ չեմ մտնի այդ դասարան ոչ մի անգամ։ հա հասկանում եմ քեզ, բայց Լիզ, Չես կարա ինձ հասկանաս։ Այն ինչ որ եղել է, այդ չի պատճառը, հասկանում ես, ես չեմ կարողանում տանից դուրս գալ, ես չեմ կարողանում ոչ մեկի հետ ծանոթանալ, չեմ կարողանում շփվել։ Ոչ միտեղ հյուր չեմ գնում։ Ով որ ինձ մի քիչ երկարանա եմ, ես ինքը գիտի իմ մասին ամեն ինչ, ես ինքը սա ինքը պատմի դրա մասին, հեսա կպատմի, ես խեղդվում եմ։ Լիզ, չեմ հասկանում ինչ ես ասում։ Աննա, ես իմ կյանքում շատ մեծ սխալ եմ գործել։ Ու այդ շատ մեծ հետ կա թողել իմ կյանքում շատ մեծ։ Ես չեմ կարող մինչև հիմա դրա մասին մոռանալ։ Ամեն գիշեր երբ պարկում եմ քնելու, այդ աչքիս առաջն է, կամ չկա տենց առավոտ, որ ես կամ դասի ու դրա մասին չի հիշեմ։ Ես ուզում էի մոռանալ, բայց ես չեմ կարող մոռանալ։ Շատ ավելի լավ կլիներ, բայց քիչ ուժ ունենայի Ու ինչ։ Չեմ ուզում, որ դու ինձ խղճաս, բայց ավելի լավ կներ, որ ես վերջ տայի կյանքիս։ Բայց ես այդքան ուժ չունեմ իմ մեջ։ Լիզա, պետք չի տենց բաներ ասել։ Ես հասկանում եմ հիմա քո վիճակը, հասկանում եմ վիրավորանքդ, բայց ես հիմա հեսա պայուսակդ գնամ բերեմ, հա։ Մի րոպե կսպասես ան։ Չես ուզում գնաս տուն, հանգստանաս, վաղը։ Չկա վաղը։ Չի լինելու վաղը, ես էլ չեմ գալու դպրոց։ Լիզա, ես վստահ եմ, որ վաղը Հայկը իր արածի համար ներողություն կխնդրի, կզղջա։ Լիզայի կտեսնես, ամեն ինչ լավ կլինի, կանցնի։ Աննա, եթե դու իմանայիր։ Ինչ պետք է իմանամ։ Մենք գնում ենք ընտանիքով երկրից։ Գուցե դա ինձ օգնի։ Հանգստացեք մի հատ հլը, ես կողմարի։ Վերկաց հայ, ինչ է ձեր հետ կատարվում, ես չեմ հասկանում, ստեղ դպրոցը թե ինչ է։ Վերկաց հայ, հենց հիմա տեղներդ նստեք։ Գասանանոց ոնց որ լինի, դուք մարդ եք թե ինչ եք։ Ես չեմ հասկանում, ձեզ չի կարելի հայք ձենդ կտրի տեղդ նստի։ Ես չեմ հասկանում, ձեզ չի կարելի 5 րոպեով մենակ թողնել։ Անպայման ոստիկանների նման պետք է գանք ու հսկենք ձեզ։ Ես չեմ հասկանում, եթե դուք չեք կարողանում ձեզ դպրոցում մարդավարի պահել, ուրեմն նստեք վանդակներում, մի դուրս եկեք մարդկանց մեջ։ Դու տենց էժան չես պրծնելու, ասեմ իմանաս։ Հայ, ես դասարանում եմ, դու դեռ չես նկատել։ Տեսել եմ։ Ու դա քեզ վրա ոչ մի ձևով չի անդրադարձել։ Լավ, Դուրս արի հենց հիմա դասարանից։ Ասում եմ ձայնդ կտրի ու դուրս արի։ Ընկեր Սահակյան, եթե ամեն օրից դուրս եք հանելու, ասեք չգամ էլ դաս։ Սահակյան, դուրս արի դասարանից։ Չես հասկանում։ Լակոտ։ Կներեք կարող եմ դուրս գալ։ Ոչ։ Մի րոպեով դուրս Չես կարող։ Մարիանա, չես հասկանում ինչ եմ ասում։ Չես կարող։ Եթե շատ ես ուզում, կարող ես դուրս գալ ու հետ չգալ։ Ու բոլորը դուրս եկեք ստեղից։ Շուտ արեք։ Ես ժամանակից շուտ եմ մեծացել։
Թվում էր, թե ես ինքնուրույն եմ, թե ինչ կուզեմ կարող եմ անել, որ իմ հետ վատ բան չի լինի, չի կարել իմ հետ լինել վատ բան։ Բայց իմ հետ ամենավատ բանը եղավ։ Ինչ եղավ։ Ես ու Մարիշը գնում ենք գիշերները ակումբ։ Կամ ուշ երեկոյան։ Մեր համար խնդիր չէ տնից մի քանի ժամով բացակայելը։ Ինքը մամային լավ խաբում էր, ես էլ խաբելու առիթքի չունեի։ Պապան ուշ էր գալի տուն, մաման է մենակ զբաղված էր նրա գտնվելու վայրը ճշտելով։ Մենք գնում էինք ակումբներ, բայց ես չէի մտածի կյանքում, որ մի օր։ Լիզա, ինչ ա եղել քո հետ։ Մի անգամ ակումբը մարզնացանք մի տղայի հետ։ Մենք երկու ընկերներ էին։ Մենք իրանց հետ շուտ էինք ծանոթացել ու մեզ այնքան էր դուր գալի մեծ տղաների հետ շփվել։ Ես հարբել էի, գլուխս պտտվում էր, արդեն բան չէի զգում ինչա կատարվում, աչքերս դեպը մշուշ էր։ Իսկ ինքը ինձ անընդհատ համբուրում էր։ Ու հետո հասկացա ինչ ա եղել, արդեն ուշ էր։ Մենակ զգում եմ, որ վախում էի, անընդհատ գլխիս մեջ վախ։ Հետո Մարիշին քթով փախանք։ Այդ ժամանակ էր մենակ վախում էի, չէի հասկանում ինչ ա կատարվում։ Հետո որ հասկացա ինչ ա կատարվում, ահա որ էր, ես ուզում էի մեռնել Աննա, ահա որ էր։ Ես գնացի տուն ու չգիտեմ ինչից հիվանդացա, չգիտեմ հուզմունքներ, լացներ, ես տաքությունս բարձրացել էր չէի իջնում, ամեն գիշեր գոռում էի։ Հետո քիչ մոռանում էի, ստվար, թե կմոռանամ, բայց չէ։ Լիզա, բայց ոչ միայն չեմ մոռանում, այլ հարցերն ա, որ դրա մասին ոչ միայն ես գիտեի, տանն Աստծունը բոլորին պատմել էր, գլուխ էր գովացել։ Բան չասի, ուղղակի մեր ընդհանուր ծանոթը տենց քո քեզնից շատ լավ կուրսի ա, էլի պատմում ա քո մասին ինչ-որ բաներ։ Համեք էլի։ Մոռացա հարցնեմ, էլի տենց սովորություն ունես կլուբերի կուպեներում բան տենց լրվես։ Հա? Ու հիմա էլ Հայկը մեր դասարանից ա։ Ու ես պատկերացնում եմ ինչ են խոսացել իմ մասին, ինքը որ առիթ ունի այդ տոնով իմ հետ խոսա, ոնց որ փողոցային դինեմ։ Ես իրավունք չունեմ նեղանալու։ Երևի որ կարգինից բայ հիմա գլուխս կախելու առիթ չէի ունենա։ Լիզա, տենց մի ասա, ինքը ոչ մի իրավունք չունի։ Ունի։ Լիզ, խնդրում եմ, այդքան մի լացի։ Չէր պատկերացնի, չէ որ ինձ հետ կարող ասենց բան լիներ։ Դու կարես հիմա կարծիքդ փոխես իմ մասին, ես գիտեմ որ կփոխես, ասա, ես կլսեմ։ Լիզա, տենց մի ասա։ Իրոք են ինչ որ եղել ա շատ վատ ա ու առաջին հերթին հենց քեզ համար ա վատ։ Մենակ դու գիտես ինչ ա կատարվում քո ներսում, բայց ոչ մեկ իրավունք չունի կարծիք հայտնելու։ Երեք ես ամեն ինչ պատմեցի մորս։ Ու ինչ։ Չեմ էլ ուզում հիշեմ, թե ինչ էր կատարվում մեր տանը։ Հետո բաբան իմացավ։ Մենակ հիշում եմ, որ աղմուկ էր, աղմուկ։ Աստված իմ։ Լիզա, ինչերի միջով ես անցել։ Բայց ես էլի խաբեցի։ Ես չասեցի այդ տղայի անունը, թե չգիտեմ, բաբան կսպաներ իրան։ Ախր ես եմ մեղավոր, ոչ մեկ մեղավոր չես, մենակ ինձ կարամ մեղադրեմ։ Ես ասեցի, որ գնացել ենք ուղղակի ակումբ ու ինձ այնտեղ բռնաբարել է։